Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջնականապես ստորագրել է TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն ստորագրել, ապա Հայաստան է ուղարկել։ Այսօր էլ իր վերջնական ստորագրությունը փաստաթղթի տակ դրել է Հայաստանի արտգործնախարարը։ Այսպիսով ստորագրման գործընթացն ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի շրջանակներում Միրզոյանն ու Ռուբիոն նախաստորագրել էին Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIP-ի զարգացման ընկերության հիմնմանը։ Ըստ ֆինանսական կորպորացիայի, ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում երկաթուղիների, ճանապարհների եւ խողովակաշարերի կառուցմանը։ I'm really pleased to be here today to continue to further advance President Trump's ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Նա նշել է, որ այն ոչ միայն ավարտվել է, այլև ամրագրվել է կոնկրետ համաձայնագրով, որի փոխըմբռնման հուշագիրն ինքը ստորագրել է երեկ։ Պետքարտուղարի խոսքով այս փաստաթղթով ստեղծվում է բարգավաճման նոր ուղի՝ TRIP երթուղին։ Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ այս նոր երթուղին արտասովոր ու արտակարգ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին էլ, բայց հատկապես Հայաստանին։ Նա նշել է, որ ծրագիրն իրականացվելու է երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, ինչը նրանց թույլ կտա իրապես օգտվել այդ բարգավաճման երթուղուց։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն հեռախոսով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Հայաստանի դեմ կիրառված վերջին սահմանափակումները։ Ֆոն դեր Լեյենը սա անվանել է բացահայտ տնտեսական հարկադրանք, որպես աջակցություն Եվրամիությունը 10,000 ծաղկի առաջին խմբաքանակը կարտահանի Լատվիա, ասել է Եվրապաշտոնյան Փաշինյանին։ Եթե Երևանը համարում է, որ Եվրոպական միությունում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է ԵՄ-ում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչու պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Արդյոք մենք իսկապես գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեզ հետ կռվել, ասել է Օվերչուկը։ Փոխվարչապետի խոսքով հետևելու են ընտրություններին եւ հետո գործողություններ ձեռնարկեն։ Եթե Եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ։ Եվրոպական միությունը լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունում հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին։ Հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների տնտեսվարողների հետ հանդիպման նպատակը նրանց գաղափարները լսելն է, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։ Նպատակն է աջակցել արտահանողներին նոր շուկաներ գտնելու եւ մրցունակությունը բարձրացնելու հարցում։ Ծրագրի շրջանակում 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 1-ը լոլիկ, պղպեղ, ելակ եւ ծաղիկ արտահանած տնտեսվարողները կստանան փոխհատուցում ելակի համար 770 դրամ կիլոգրամի, լոլիկի համար 275 դրամ կիլոգրամի, պղպեղի համար 400 դրամ, իսկ ծաղիկների համար 37 դրամ մեկ հատի չափով։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով ծրագրի շրջանակում հունիսին նախատեսվում է արտահանել ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Հայաստանը գործընկեր երկրների հետ քննարկում է նաեւ մաքսային արտոնությունների հնարավորությունը արտադրողների համար նոր շուկաներ ապահովելու նպատակով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ պետությունը պատրաստ է աջակցել հայկական արտադրանքի արտահանմանը, շեշտելով, որ երկարաժամկետ լուծումը արտադրանքի բարձր որակի եւ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումն է։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։
Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվել է 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթղթի հաջորդ կանգառը Կոնգրեսի վերին պալատն է, Սենատը, որտեղ նույնանման նախագիծ եւս շրջանառվում է։ Երկու պալատների վերջնական որոշումից հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պնդել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն իսկ ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ինչպես շեշտել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խիստ քննադատել է Լիբանանի հետ հնարավոր հրադադարի հաստատումը, հայտարարել է, որ նման համաձայնագիրը մեծ սխալ է։ Նա պահանջել է անհապաղ հրավիրել կառավարության նիստ հրադադարի հարցով քվեարկություն անցկացնելու համար եւ շեշտել է, որ զինադադարի կնքումը կոպիտ սխալ է։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ հրադադարը ընդամենը պատրանք է, որը առաջ են մղում այն խորհրդականները, ովքեր վարչապետ Բենյամին Նեթանյահուին դրդում են սխալ եւ անհաջող որոշում ներկայացնել։ Ավելի վաղ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտնի էր դարձել, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հարցում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ պետք է ստանձնի Լիբանանի բանակը, դուրս մղելով ոչ պետական զինված խմբերին։ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին, որով կընդլայնվեն Ուկրաինայում ապրող 100,000 հունգարացիների լեզվական ու մշակութային իրավունքները։ Այս պայմանավորվածության շնորհիվ Հունգարիան կհանի իր երկամյա վետոն, ինչը թույլ կտա Եվրամիությանը հունիսի 15-ից պաշտոնապես սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները։ Չնայած սրան, Հունգարիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի արագացված անդամակցությանը։ Նա շեշտել է, որ բանակցությունների բոլոր փուլերը փակելու համար Ուկրաինայից կարող է պահանջվել 10-ից 15 տարի, ինչից հետո միայն Հունգարիան այդ հարցով համաժողովրդական հարաքվեկ անցկացնի։ 21 զոհ, տասնյակ վիրավորներ Հնդկաստանում։ Մայրաքաղաքի հարավային թաղամասում բազմարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեռևս հայտնի չէ, թե հրդեհի բռնկման պահին քանի մարդ է եղել շենքում եւ ինչն է եղել բռնկման պատճառը։